Էլեոնորա Գաբրիելյանը կենսաբանական գիտությունների դոկտոր պրոֆեսոր է, հայկական բուսաբանական ընկերության նախագահը։ Մինչև 1967 թվականը պարբերաբար տարատեսակ ու եզակի ծաղիկների փնջեր էր բերում Հարություն Կալենցին և նկարիչը դրանք վերածում էր կտավի։ Տիկին Գաբրիելյանին վարպետի բազմաթիվ ստեղծագործությունների համահեղինակ կարելի է համարել։ Իր համար, ասենք, բերել էի շատ գեղեցիկ վարդեր։ Ճանապարհին այդ վարդերը մի քիչ թառանել էին։ Ես լցրեցի այն ժամանակ ջրի հարցը շատ վատ էր եւ լցրեցի վաննայի ջրի մեջ եւ այդ վարդերը ինքն իրան այսպես շարժվելով շատ գեղեցիկ իրար հետ կապնվեցին, կարծես թե զանգեցի Գալենցին, ասի շուտ շտապ վերցրու քո մոլբերտը տարի եւ ինքը ջղայնացավ շատ, որովհետեւ վաննի սենյակը այդքան մեծ չէր, այստեղ մենք առաջ ապրում էինք Կիևյանի վրա եւ տեսավ, բայց որ տեսավ ինչ սիրուն է, մի կերպ այդպես ծռելով մոլբերտը բանվան նկարեց մի հոյակապ նկար։ Եթե ինչ-որ գեղեցիկ բան ծաղկում էր, միշտ կանչում էի բուսաբանական այգի կամ աշնանը, իմ տանը հիմա աշնան այդ մի կտավը մոտս կնայեք ինչ գեղեցիկ բաներ էր նկարում, դարապես շատ նոր զգացողություն ուներ։ Էլեոնորա Գաբրիելյանը բույսերի ու ծաղիկների հազվագյուտ փնջեր բերելուց բացի Կալենցին արշավների էր տանում Հայաստանի գեղատեսիլ լեռներ ու անտառներ։ Նկարիչը գալիս էր իր մոլբերտով ու գունապնակով։ Կալենցը 20-րդ դարի հայ գեղանկարչության ամենանշանավոր դեմքերից է։ Նրա արվեստի գաղտնիքը թաքնված է գույների անսահման աշխարհում։ Կալենցի կտավներում անգամ հակադիր գույները բացառիկ ներդաշնակության մեջ են։ Շրջապատող աշխարհը կարծես վարպետի համար մի մեծ ներկապնակ է, որից առանց ճիքի օգտվում է նա։ Նկարիչը շատ ծեր ունի, շատ միջոցներ դարձել, բայց ըստ իս քույնը ամենա ներկայացող եւ ուղղակի պարոնոմատում վրա ազդող միջոցն է։ Եթե մեկ օժված է այդ հատկությամբ, որովհետեւ նա արդեն օժված է ամենա թանկարժեք թանկագին գարողությամբ մարդկանց վրա ազդելու իբր նկարիչ եւ համագրանք ստեղծող։ Մի անգամ, երբ այդպես ամառվա շոգին գնում էինք, կարծես փողոցի ընդդեմ իջնող մի լայն փողոց կար, Բարբիսի փողոց էր գոչվում, թե ինչ։ Ուրեմն այնտեղ մի գող էր կանգնած։ Կալենցը կանգնեց, նայեց։ Այս ինչ ահավոր կարմիր է, ասաց։ Նա իմ նոր ընկերներից մեկը եղբայր ասում, գողը կարմիր չէ, այս ինչպես կարմիր գտեսնե, ասի գտես ինչ, Կալենցի աչքերով ունենաս, այն ժամանակ գտեսնես, թե ինչն է այդ կարմիրը, ինչ իմաստ ունի, ինչ իմաստ է տեսնում նրա մեջ։ Կալենցը ծնված նկարիչ էր։ Կալենցը 1946 թվականին 36 տարեկանում առաջին անգամ ոտք է դնում Հայաստան։ Ցավոք Լիբանանից ընդամենը մի քանի գործ էր բերել հայրենիք։ Դրանցից 13 տարեկանում արված գործը ինքնանկարը, Արմինե Կալենցի դիմանկարը, աղավնիների ժայռը եւ այլն։ Այս նկարը նկարել է հայրս 44 թվականին, երբ որ սա մորս պորտրետն է,
երբ որ մայրս հղի էր, եղբայրս պիտի ծնվեր։ Ես որպես նկարիչ ինձ ավելի շատ հետաքրքրում է նկարի մոտեցումը, ինչպես է նա գույնի կշիռը գտնում, այսինքն կապույտների եւ վարդագույնների հարաբերությունը։ Ինչպես է կատարվում կապույտ գույնից դեպի վարդագույնը անցումը։ Ինչպես է գտնում կշիռը եւ ինչու է նկարը այդպես հանգիստ, խաղաղ եւ սեր առաջացնում նայողի մեջ։ Իզուր չի, որ այս նկարը Գալենցի ամենասիրված գործերից մեկն է։ Գալենցի կյանքի պատմությունը գրական մի քանի գործի նյութ է դարձել։ Ինչպես օրինակ Անդրանիկ Ծառուկյանի «Մանկություն չունեցող մարդիկ», Կարպիս Սուրենյանի «Բնիկ որտեղից եք» ստեղծագործությունները։ 1965-ին Երևանի 50-ամյակին, երբ ես աշխատում էի արվեստ ամսագրում եւ ինձ ասացին մի հետաքրքիր նյութ, եւ հանկարծ եկավ «Բնիկ որտեղացի եք» էսեն նյութը։ Հարցնում էի հայտնած արվեստագետներին «Բնիկ որտեղացի եք» եւ Գալենցին էլ գնացի հարցրի եւ Գալենցը պատմեց այդ պատմությունը, որ իր հայրը զոհվել է նախքան աքսորը, հետո աքսորն ելել, մայրը ձիու վրա, մի էշի վրա իր 7 տարեկան եղբայրը, մի ուրիշ էշի էլ երկու կողմը արգղեր, մեկ արգի մեջ ինքը 5 տարեկան, մյուս արգի մեջ մեր 7 տարեկան եղբայրը։ Մի քանի օր այսպես, հետո մի ձորում սկսել է արդեն գոտորածը։ Մայրը իջեցել է իրենց էշերից, հագուստները պատրել, երեսներին արյուն է քսել, որպեսզի կարծեն, որ արդեն վիրավոր են եւ այլն։ Հետո բարձրացել է մի բոլոր այնտեղ։ Ասում եք քարի ետև բաղվդեցանք։ Հետո ասած քիչ հետո տեսանք, որ մի ճարտարար, ասում է մսակորձի նման տանագը պերանում, բարձրանում մեր կողմը։ Ասում եմ մայրս, եղբայրս, ես ամպոչ ուժով քարը հրեցինք, քարը գլորվեց նրա վրա, սատկեց այդ անասուն, ասեց։ Այսպես ուրեմն հրաշքով նա փրկվել է։ Գալենցը ծնվել է 1910 թվականին Արևմտյան Հայաստանի Սեբաստիան նահանգում։ Հարություն եկավ մեր տուն, բացականչել է Գալենցի պապը, երբ Զատկի տոնին ծնվել է թոռը։ 5 տարի հետո սկսվում է հայերի կոտորածը։ Գաղթի ճանապարհը նրան հասցնում է Հալեբ։ Այստեղ կորցնում է մորը, եղբոր հետ հայտնվում է որբանոցում։ 12 տարեկանում հեռանում է որբանոցից ու փորձում ինքնուրույն ապրել։ Հետաքրքիր է, որ Գալենցին նկարել ոչ ոք չի սովորեցրել, բայց դեռ դպրոցական տարիներին նրա տետրերը լցվում էին նկարներով։ Դասերի ժամանակ անընդհատ գծանկարներ էր անում։ Հալեպում սկսում է հաճախել հայ արվեստասերների մի խմբակ։ Միակուսուցիչը Օնիկ Ավետիսյանն էր, ով ուսանում էր Վիեննայում եւ ամառը մի կարճ ժամանակով գալիս է Հալեբ։ Արվեստի խմբակի տղաները խնդրում են նրան մի քանի դաս անցկացնել։ Հենց այդ մի քանի դասն էլ Գալենցի ամբողջ կյանքի համար որոշիչ է դառնում։ Օնիկ Ավետիսյանը այնքան է հավանում Գալենցի յուղանկարը, որ խնդրում է իրեն վաճառել։ Ես 1608 թվականին եկել եմ Հայաստան, Գալենցը եկել էր 1946 թվականին։ Իր մասին իմացել է ուսուցիչս իմ նկարչական Օնիկ Ավետիսյան, որ նշանավոր գիրք գրել է հայ նկարիչների կանտակոզների մասին, Գալենցի մասին պատմում էր, որում ինքը զարթացել եւ Գալենցը 16 տարեկան բադանի է եղել։ Այսինքն Գալենցի մասին այդ առասպելով է, որ ես ծանոթ եմ։ Ամեն մարդ ունենում է իր մանկության հեքիաթը։ Այս մարդիկ իրենց մանկության հեքիաթը չեն ունեցել։ Բայց աստվածային շնորհ ասես, ինչ ասես, Գալենցի մեջ գուցե իր մանկության չունեցած հեքիաթի երազն է եղել։ Եվ այդ երազից ծնվել են իր նկարչության գույները։
գարնանային գույներ։ Մի գիտեք մեր այդ խավար ցուրտ օրերին 93-ի փետրվարին էր Շահեն Խաչատրյանը, երբ պատկերասրահի դնորոն դար այն ժամանակ կազմակերպեց 3 գունանկարիչ ցուցահանդեսը։ Ցուրտ, 3 փոքր տաղնիչ Սարյան, Կալենց, Մինաս։ Լիքը ժողովուրդ, այնտեղ էր նաև Ռուսաստանի տեսփանը, Իրանի տեսփանը, վերարգուներով, գլխարկներով եւ այլն։ Բայց Աբարավ այդ մութին, բանին, անբամած երկինք, մեր հոգիները անբամած, այդ 3 տաղնիչները։ Ես գրեցի հետո դրա մասին, ցուցահանդեսի, Սարյան գույների փիլիսոփայող գույներ, Սարյան, Կալենց քնարերկող գույներ, Մինաս դրամատիկ գույներ։ Եվ ես իմ մտքում տեսնում էի այդ 3-ին չկային արդեն, խորքում մի տեղ նստած։ Եվ նայում էի մտքումս անտենական աշխարհում Գալենցին։ 3-ն էլ նստած են իրար կողքի, մտքումս։ Հարց էի տալիս Գալենցին, այնտեղ մի նկար կար, կոչում էր բուսապանական հայքի, ոչ մի ծառ, ոչ մի ծաղիկ, բան, կոնկրետ չկա, գա գույների իրար հակատիր և իրար սիրող, իրար կկվող մի ներտաշնակություն, գա օդ, ասեցի ես սրա կասեի բարտես, մանկության բարտեսը, ասի ինչպես որ մարդու մտքում մնում է մանկության հեքիաթը առանց կոնկրետ գծակրերի, որպես մի լուսավոր աշխարհ, մի հեքիաթ, այո, այդ հեքիաթը նա նկարել է։ Հարություն Կալենցի կենսագրությանն անծանոթ մարդը դժվարությամբ կհավատա, որ նկարիչը երբևէ մասնագիտական կրթություն չի ստացել։ Հատկապես ռեալիստական ոճով արված նրա գործերը փաստում են ակադեմիական բարձր կուլտուրայի ու պրոֆեսիոնալիզմի մասին։ Կան այդպիսի իմաստուն մարդիկ, որոնք աշխարհին մոտենում են ամենաճիշտ ճանապարհով, առանց Կանտի կամ Հեգելի կամ ասենք Մարքսի տեսանկյունից, այլ ունի իր ուղղակի մոտեցումը դեպի աշխարհը։ Կալենցը այն նշանավորում հայերեն է ինձ համար, որ հերոսներում, որոնք կարողություն չդվին հագարակ հալածակտվու կամ սեղմումներով արեցին այն ինչ որ ենք ուզում են, սա արդեն ոչ չէ միայն արվեստակերի արժեքն է, նաև մարդկային բարոյականության մեծ արժեք է, կարևոր Տուն չես ենթարկում է թիմացում ես սասապերի ջույշումին, որ սովորական ռեժիմ էր գործում։ 1931 թվականին, երբ Կալենցը ծանոթանում է ֆրանսիացի նկարիչ Կլոդ Միշլենի հետ, արդեն հայտնի էր Լիբանանում և նկարների պատվերներ էր ընդունում։ Միշլեն Կալենցին առաջարկում է շրջել Սիրիայում ու Լիբանանում, համատեղ ցուցահանդեսներ կազմակերպել։ Կալենցը համաձայնում է։ Այս ծանոթությունը հետագայում վերաճում է մեծ բարեկամության։ Կալենցը եկավ աշխատելու իմ արվեստանոցում և դարձավ իմ ուսուցիչը, մի առիթով ասել է ֆրանսիացի նկարիչը։ Խոր ծերության Միշլեն իր արվեստանոցը կտակում է Կալենցին։ Լիբանանում օրեցօր մեծանում էր Հարություն Կալենցի համբավը։ Նորանոր շրջանակներ էին հետաքրքրվում ու հիանում նրա արվեստով։
Նկարիչն ապրում էր բուռն ստեղծագործական կյանքով։ 1935 թվականին համախոհներով հիմնում է Լիբանանի նկարիչների միությունը, որը կոչվում է Արվեստի բարեկամներ։ 1939 թվականին Նյու Յորքում կայանալիք միջազգային ցուցահանդեսին պետք է մասնակցեր նաև Լիբանանը։ Հայտարարվում է մրցույթ, միջազգային ցուցահանդեսում Լիբանանը ներկայացնելու պատվին արժանանում է Կալենցը իր քանդակներով։ Կալենցի տաղանդի մասին շատերն են խոսում։ Նրա արվեստի համբավը Հալեպից Լիբանան է բերում նաև Արմինե Պարոնյանին։ Երիտասարդ աղջիկը երազում էր նկարիչ դառնալ։ Արմինեին օգնելու համար Կալենցը իր արվեստանոցում նրան մասնագիտական դասեր է տալիս։ Շատ չանցած նրանք ամուսնանում են։ Արմինեն իր օրատետրում բարեխղճորեն գրի է առնում Կալենցի հետ կապված ամեն դրվագ։ Կյանքի վերջին տարիներին նա այդ օրատետրի նյութերով գիրք է հրատարակում Արմինեն Հարություն Կալենցի մասին։ Օտարության մեջ գաղթից հազիվ փրկված Կալենցը կարողանում է ոտքի կանգնել, ինքնուրույն քայլեր անել արվեստում, ճանաչվել եւ անգամ ճանապարհ հարթել իր հաջորդների համար։ Սակայն անծանոթ հայրենիքը փոթորկում էր Կալենցի հոգին եւ նա 1946 թվականին կնոջ եւ որդու հետ հաստատվում է սովետական Հայաստանում։ Կալենցը նաեւ ինչպես բարոյական գերբար էր, շատ ուժեղ եւ ինչպես Փարաջանովը ինքն էլ թիմացում էր ոչ թե արվեստում միայն հետաքրքիր պատմություն կա իր մասին, շատ կարևոր պատմություն է։ Մի անգամ Կալենցին կանչում է KGB, կրում է մյուսորը, ներկայանում է հակված չկված, ասում են Կալենց, ասում են մի փորձեր ուրանալ, թուն երեք մեր հայրիկը ես երկել, մեր հայրիկը արգիված երկել, որև հաշվում է առաջին արաբության տաշնակցանելու երկը, այդպես հաշվում։ Սովետական միության մեջ արգելված էր արձակերք երկել մեր հայրիկ։ Չէին ալիմա, բայց անուկվոր, բայց իմացել էին, որևէ ինչ է, որ գիշերը մի քանի ընկերներ քեֆ են արել, մեկը ձախել է, իմացել դրվել, մյուս օրը իրեն կանչում են, ասում մի օր անա, մենք գիտենք։ Կալենց ցուգալեց ինչ է պատասխանում, ասում է, դաստայեց ծեր հայրիկ եմ երկում, մի անգամ մեր հայրիկ երկեցի։ Եվ նորիկ նկավտ է անում, որ այդ համացակ պատասխան KGB-ին ասում դաստայեց ծեր երկում, բայց անգամ ես մեր հայրիկն եմ երկում, ասել ամեն մարդ չի կարող անել։ Դա բացառիկ գերբար մնե ու բանի բարոյական ուժի և բանի արժանապատվության։ Հայաստանում Կալենցին գրկաբաց չեն ընդունում։ Ավելին, սովետական իշխանության համար նա կասկածելի անձ էր եւ անընդհատ ուշադրության կենտրոնում էր։ Սա իհարկե վիրավորում էր նկարչին եւ ընկճում նրան։ Բացի այդ, Հայաստանում Կալենցը հայտնվում է կենցաղային ծանր վիճակում։ Կտրվում է արտասահմանում ապրող հարազատների ու ընկերների հետ շփվելու հնարավորությունից եւ խորը հիասթափություն ապրում։ Սա բնականաբար ազդում է նրա ստեղծագործական կյանքի վրա եւ Կալենցը երկար ժամանակ վրձինը ձեռքը չի վերցնում։ Ինքը եկել էր հայրենիք, բայց ոչ Ռուսաստան։ Ինքը պատրաստ էր հայրենիքին ծառայելու, բայց ոչ կոմունիստական երկրին։ Եվ իրեն արվեստի մեջ եթե տեսնեք, երբեք կոմպրոմիս չկա քաղաքականությանը։ Ինքը միշտ նվիրված է իր երկրին, նրա բնությանը, նրա մարդկանց, բայց ոչ քաղաքականությանը։ Դրա համար կար կոնֆլիկտ, բայց հետո շատ կարճ ժամանակ հետո ես ձեզ կասեմ նկարիչների մի ամբողջ պլեյադա, որտեղ դա արվեստն է, հնարավոր չի շրջանցել, կամաց-կամաց գրքեր հայտնվեցին, կամաց-կամաց տեսան արևմտյան արվեստ եւ տեսան, որ իրենց հետ աշխատում է մի արվեստագետ, որը այդ մակարդակի արվեստագետ։ Եվ մեր մոտ սկսեցին տասնյակ հարյուրավոր երիտասարդություն գալ, նստել, Տիգրան Լևոնյան, Ռուդոլֆ Խաչատրյան, Իգիթյան, մեր տունը միշտ երիտասարդներով լի էր։ 1947 թվականին կազմակերպվում է հայրենադարձ նկարիչների առաջին ցուցահանդեսը։ Կալենցի ստեղծագործությունները մեծ արձագանք են գտնում։
Նկարչին սկսում են ճանաչել նաև հայրենիքում, նա աստիճանաբար մտերմանում է ժամանակի արվեստագետների հետ։ Կրկին սկսում է նկարել, կրկին համակվում է ստեղծագործական լիցքերով։ Նրա վրցնի, այն վրցնի, որ չգիտես ինչ, մի շնոր, մի աստվածային շնոր իր ցերկը մողում է, այդ ամեն ինչի գարնանային արպեցությունը նկարելու, կենտանացնելու և հաղորդելու քեզ։ Իր մանկությունը չունեցած, եղերն տեսած, արյուն տեսած, այդ հոգու մեջ, ուրեմն կարոտ է, կարնան գույների, կարնան պայծառության կարոտը։ Սա արդեն իր անցումն է դեպի աբստրակտ արվեստ։ Ինչ է նշանակում աբստրակտ արվեստ, դա պայմանականություն։ Պայմանականություն տվյալ դեպքում ընտրվել է ծառ։ Ինքը դա վերածել է ծավալների, ֆորմաների, գույնի, տարածության, օդի եւ ծառի ամենակարևոր ֆունկցիաներից մեկը դա իրեն թրթիրն է։ Իր գույնը օդի հետ, իր գույնը երկնքի, օդի, հողի, ջուրի հետ։ Նա կարողացել է կոմպոզիցիան այնպես կազմակերպել, որ իր ամենագլխավոր նպատակներից մեկն էր հասնել այն պերսպեկտիվայի, այն հարաբերությանը, երբ որ դու պերսպեկտիվա չես նկարում, բայց ստանում ես տարածության գաղափարը։ Ցավոք նկարչի ստեղծագործական կյանքը ընդհատվում է անսպասելիորեն վաղ, երբ ընդամենը 57 տարեկան էր։ Նրա վերջին աշխատանքը Գարունը խաչքարով կտավն է։ Խաչքարը դեռ նրա բակում է, մինչդեռ նկարը վաղուց արդեն Հայաստանում չէ։ Հիշում եմ վերջին անգամ Անտիբոյոս, որ շատ հուզիչ եղավ, եկան ասեցա և թրված էր մի քանի նկար, նոր վերջին նկարները, փնանկարներ էին, շատ քերացիկ, շատ։ Ես շատ ազդվեցա, ասի որ Գալենցսի, Թուվսի, եղբայրասի, իրավունքից կյանք են թշկալալու, Թուվը ասկան չի կոզե ստեղծում, ասացի Գալենց, դու գիտես, որ դու շատ մեծ նկարիչ ես, դու իրավունքից թշկալալու կյանք են։ Ինքը ամիջսավ, սավոր սուչ խմես, հագոպ այո սիչերով, կնաց նես և սուչ բերին, խմեցինք, ես սիրում շատ ուրախ եմ ասվեցին կոզերութանը, շատ եմ սիրում, շատ կերացինք, և պայժամեցինք, չեմ կեր ուր բրիետա եմ, հեու գինը բատմեց Արմինեն, ասեց, որ կիրես, ասեց հագոպ, ինչապ հուզված էր, ասեց, որ թուն էգար եվս է, որ Գալենց կիրես, ինքը գրոշ է ասում հագոպին ասում է, Գալենց թուն կիրես, որ շատ մեծ նկարիչ ես։ Եվ ինձ այսպես մաթր, որ ինքը պետք է գիտնա, որ շատ մեծ նկարիչ է, բայց պետք ուներ, որ երնսեն նաև, որ ինքը մեծ նկարիչ է։ Ինքան դժվար էր իր համար կտավներ ունենա, չգիտեմ, շատ կտավ նա երբեք չէր ունենում, շատ հաճախ մի որևէ նկարի վրայից ուրիշ նկարեր նկարում, այնպես որ շատ ափսոս էր, որ այդպես մարդու այդպես նկարիչին այդքան դժվար տարիներ եղան այդ, որ ինքը հայրենադարձ եղավ։ Այսօր Կալենցի հավաքածուն մոտ 150 նկար գտնվում է նրա պատկերասրահում, նրա տան երկրորդ հարկում։ Այն կառուցվել է Կալենցի մահվանից հետո որդու ջանքերով։ Իհարկե սա Կալենցի ամբողջ ժառանգությունը չի, որովհետև նկարների մեծ մասը սփռված են տարբեր ցուցասրահներում և անհատական հավաքածուներում։
ողբերգությունը անցամբ ապրած, անցամբ տեսած ստեղծագործ հոգին ստեղծագործությամբ հաղթահարել է ողբերգությունը։ Կալենցի նկարներից լույս և ուրախություն է ճառագում։ Նա գույնի մեծ վարպետ էր։